Տրամպը տասնյակ անգամներ պետք է մտածի պատերազմը սկսելուց առաջ։ Երբ որ մենք պատկերացնում ենք, որ Տրամպը ուղղակի կարող է հենց այդպես ընթացս պատերազմը սկսել Իրանի դեմ, այդպիսի բան չկա, որովհետև ամերիկյան Դե զորք է կուտակում, զենք, զինամթերք է կուտակում։ Նրա այդ ուղարկումը, որովհետև այնտեղ Իսրայելի պետությունը այսօր չի կարողանում բավարարել իր բանակի պահանջները։ Այսինքն այն որ ցույց են տալիս։ Բայց Ադրբեջանի բանակի պահանջները կարողանում է բավարարել։ Ադրբեջանի բանակի պահանջները նա չի կարողանալու բավարարել հիմա, սա փաստ ալնելու, բայց ամեն դեպքում ամերիկյան իրավիճակում կա շատ բարձրացած արդեն ալիք, որ կայսերապետությունները, ես ձևակերպում եմ ճշգրիտ, ինչպես բարձրացվել է հարցը, կայսերապետությունները խորտակվել են պերիֆերիկ պատերազմների հետևանքով։ Պատմականորեն այդպես է եղել եւ հիմա Ամերիկան ընկել է միևնույն ծուղակի մեջ։ Այսինքն Տրամպից կարող է հրաժարվի նրա սեփական էլեկտորատի մի ստվար հատվածը, եթե այդ պատերազմական գործողությունների ընթացքը լինի չնչին անհաջողություններով։ Անգամ չնչին անհաջողությունները։ Իրանի դիմադրությունը հենց այդ մասին էլ վկայում է։ Դե գիտեք, երբ որ մենք ասում ենք, որ Իրանի դիմադրությունը լավ հասկանանք, որ Իրանի հետևում կա հիմա Ռուսաստանում ինչին են հարվածել միևնույն օպերացիայով։ Այդ օպերացիայով, որը Ռուսաստանում իրականացվեց, Պաուտին, այսպես կոչված Սարդոստային կոչված օպերացիայով, հարվածեցին ինչպես այսպես կոչված հրթիռակիր ավիա զանգվածին, որը 3 բաղադրիչներից մեկն է Ռուսաստանի միջուկային պաշտպանության, բայց երկրորդ նպատակը դա նավթային ռեզերվուարների գոյություն ունեցող նավթի բենզինի վերացման գործարանների ոչնչացումն էր։ Այստեղ նույնն է տեղի ունենում Իրանում։